Նոյեմբերը աշխարհում ճանաչված է որպես թոքի քաղցկեղի դեմ պայքարի եւ հիվանդության իրազեկման ամիս։ Այս առիթով մենք այսօր հյուրընկալել ենք մեր հյուրերին։ Առաջին հյուրը ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյան անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյան, դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, դեղորայքային ուռուցքաբան Նաիրա Ջանոյան։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն առավոտյան մեր տաղավարում հյուրընկալվելու համար, թեև ձեր աշխատանքային օրը շատ ավելի վաղ է սկսվում, հայտնի է, մենք ենք այսպես տրտնջում, բայց դուք առավոտը ավելի շուտ եք սկսում։ Ոնց որոշեցիք, որ հենց այս մասնագիտությունը պիտի ընտրեք, որտեղ տաղավարում քիչ առաջ հենց կուլիսներից այն կողմ խոսում ենք այդ մասին, հոգեբանական առումով, որքանով եք կարողանում հաղթահարել։ Ընտրությունը իհարկե այսպես է մեկ բառով ասել, որ մի օր նստեցի եւ որոշեցի, որ դառնամ բժիշկ, այն էլ ուռուցքաբան, չի լինի այդպիսի պատասխան, բայց կարծում եմ մարդիկ, ով ընտրում է իր ապագա ուղին բժշկի, հոգեբանական, կարող եմ ասել մարդկային հատկանիշներ, որոնք տանում են դեպի դա, այսինքն երբ որ դու որոշում ես, որ դու կարող ես լինել բժիշկ, այսինքն ինչ է նշանակում։ Բժիշկը դա մարդ է, որը ուզում է օգնել ուրիշին, ոչ թե պարտավոր է, այլ ուզում է։ Պարտավորը դա ուրիշ հարց է, դա արդեն մասնագիտական հարց է, որ դու պետք է այդ օգնությունը տաս, բայց նաև պետք է ուզես, այսինքն իմ կարծիքով լավ բժիշկը պետք է ինքն իրանով ուզի օգնել հիվանդին։ Պարոն Բյուզանդյան, դուք ինչպես կարձագանքեք։ Ասեմ ձեզ, իմ մասնագիտությունը ընտրել եմ, վիրաբուժություն ընտրել եմ ոչ պատահաբար, դա գիտակցված քայլերի հաջորդականություն է եղել առաջին իսկ կուրսից սկսած համալսարանի, բայց արձինատուրան դա մեր ոլորտի մեջ մասնագիտացումն է արդեն ընդհանուր կրթությունից հետո։ Երբ մեկնեցի արտասահման, գիտեի արդեն, որ պետք է ընտրեմ վիրաբուժական պրոֆիլ, բայց ինչպես ընտրեցի կրծքային վիրաբուժությունը, ես ուղղակի բացեցի նախորդ տարվա նույն համալսարանի ցուցակները եւ տեսա քանի արձինատուր է դիմել որտեղ, տեսա քանի որ կրծքային վիրաբուժություն գետ ոչ մեկ չէր դիմել։ Եվ ընտրությունս կանգնում էր անոթային վիրաբուժություն, տրավմատոլոգիա եւ այլն, տեսա այնտեղ 40-30 դիմորդներ եւ այլն, այդպես ես գնացի կրծքային վիրաբուժություն։ Ասել, որ փոշմանում եմ, մեկ վայրկյան չեմ փոշմանում դրա մասին, ունեցել եմ շատ լավ թե ուսուցիչներ, ունեցել եմ շատ լավ ընկերներ, ունեմ շատ լավ գործընկերներ, իդեմս ոչ միայն վիրաբույժների, այլ առհասարակ բոլոր մասնագիտությունների, եւ ասեմ ձեզ, վիրաբույժի կյանքում Նարմենսոնի ասածը շատ կհամաձայնվեմ, որ ոչ մի բժիշկ պարտավոր չի օգնել, բայց բոլորը ուզում են օգնել, ու ես անկեղծ լինելով բժիշկ, լինելով մարդ, ես ամեն օր դա տեսնում եմ, որ ամեն բժիշկ անկախ ինքը պացիենտի կողմից կարող դիտարկվել լավը կամ վատ, ինքը միշտ ուզում է օգնել։ Ամենակարևոր հատկանիշը, որ զգա այդ պացիենտ բժիշկ կապի նաև այդ հոգեբանական շեմի վստահության։ Գանգատների բացակայության դեպքում օրինակ երբ է անհրաժեշտ դիմել, անհրաժեշտ է արդյոք, ինչ հաճախականությամբ է պետք այցելել հուշհաստատություն, դիմել բժշկին։ Վերադառնալով այսպես մեր թեմային, որ այդուհանդերձ այս ամիսը իրազեկման ամիս է համարում, որովհետև հայերի շրջանում ամեն դեպքում Հայաստանում նոր երևի սկսում ենք հաղթահարել որոշ մեր հոգեբանական, բայց պետք է հասկանանք հիվանդություն պայքար է նշանակում եւ բուժում առաջին հերթին։ Ես ձեր թույլտվությամբ պատասխան, քանի որ մեր աշխատանքը այնպեսին է, առաջնային բուժառումները շփվում ենք վիրաբույժներս, տեսնում ենք առաջին իսկ գանգատից սկսած, այնուհետև երբ ախտորոշումը հաստատվում է, արդեն իրենք հայտնում են ուռուցքաբանության դաշտում։ Գոյություն ունեն աշխարհով մեկ նմանատիպ խնդիրներ, շուտ ախտորոշման, վաղ ախտորոշման եւ ըստ այդմ բազմիցս ասել եմ հեռուստատեսությամբ, եւս մեկ անգամ կասեմ, պրևենտիվ բժշկության գաղափարների առաջ խաղացումը, ինչ է նշանակում պրևենտիվ, այսինքն կանխարգելիչ, որը 3 ուղղությամբ մեզ թույլ է տալիս նախ այդ ամեն ինչը իրականացնել շատ ավելի փոքր ծախսերով, լինի դա առողջապահության վրա, առողջապահական կազմակերպությունների վրա, թե հիվանդի հարազատի եւ այլն, դա էական չէ։ Ծախսերը բավականին նվազում են, ունենում ենք շատ ավելի լավ արդյունքներ եւ ունենում ենք ավելի լավ ապրելություն եւ այլ ցուցանիշներ, ստատիստիկ ցուցանիշներ։ Եվ նման խնդիրը բարձրաձայնում է աշխարհով մեկ։ Ամերիկան եւ Դանիան ունեցել են մեծ ծավալային հետազոտությունների փաթեթներ եւ եկել են այն եզրահանգման, որ առավել արդյունավետ է դա տարեկան մեկ անգամ անցնել ՀՇ հետազոտություն
բայց հաշվի առնելով ճառագայթման դոզան, հատուկ ռեժիմով ցածր դոզավորման հնչեկրություն, որը ցույց է տալիս հայտնաբերել խնդիրը շատ ավելի վաղ, քան կառաջանան գանգատները կամ առասարակ ինչ որ դրսևորումներ։ Թիրախային խմբերը ընտրել էին, ավելի ճիշտ ոչ թե ընտրել էին, այլ ստացել էին, որ ավելի էֆեկտիվ է դա իրականացնել 50-75 տարեկանում, այն մարդկանց շրջանում, ովքեր որ գոնե 1 տուփ հաճախականությամբ ծխել են 10 տարի շարունակ։ Եվ իրենք ունեցել են 25%-ի կարգի մահացության նվազեցում, ընդամենը 50-55 հազար հիվանդի չասենք, բուժառուների հետազոտության արդյունքում այդ եղել էր արդեն։ Հետաքրքիր է, որոնք են հիմնական գանգատները, օրինակ, ինչպես պետք է դու հասկանաս, որ դու միևնույն է մարդիկ անգամ այս վիճակագրությունը իհարկե լիահույս ենք, որ նրանց կմոտիվացվի, նրանք գնան ստուգման, բայց այդուհանդերձ որոնք են առաջնային գանգատները, որոնցից հետո պետք է դիմել բժշկի եւ հետազոտություն անցնել։ Եկեք մի ճշտում ցնենք։ Ընդհանրապես ուռուցքաբանության մասին ենք մենք խոսում, այսինքն ուռուցքի գանգատները։ Թե այսօրվա թոքի քաղցկեղի մասին մասնավորապես։ Գանգատներ կարող են չլինել, գանգատները կարող են շատ լինել եւ իհարկե մեր իրականության մեջ ցավալի է, մարդը կարող է ունենալ տիպիկ գանգատներ, հոգու խորքում կասկած ունենալ, բայց միևնույն է չդիմել բժշկի։ Գանգատները կարող են լինել տարատեսակ, կարող են բնորոշ չլինեն ընդհանրապես շնչառական համակարգին, բայց երկար ուղեկցեն հիվանդին։ Դա կարող է լինի հազը, կարող է լինի արյունախխում, կարող է լինի ընդհանուր թուլություն, կարող է լինի տրամադրության անկում, կարող են լինել մկանացավեր, բայց ամենակարևորը մենք ունենում ենք մարդիկ, ովքեր երկար ժամանակ ունենում են հազ եւ թեկուզ տեղամասային պոլիկլինիկայի թերապևտին չեն դիմում։ Այստեղ մենք միշտ խոսում ենք, այ շատ վատ է Հայաստանում ամեն ինչ, հիվանդացությունն է վատ, մահացությունն է վատ, բայց դիմելիությունը ինչ վատ է։ Շատ կարևոր խնդրի մասին եք բարձրաձայնում։ Առաջնային օղակները ստացան ունի շատ լուրջ անելիք միջև բերի ձեզ հասցնեն։ Վաղ կանխարգելումը։ Կանխարգելումը ամենակարևորն է ուռուցքաբանության մեջ, որովհետև բոլոր թե թոքի քաղցկեղի, թե մնացած տիպի քաղցկեղների ժամանակ ինչքան վաղ կանխարգելում, այսինքն կանխարգելեցինք, որ չհասնենք ուռուցքին, կամ կանխարգելման եւ հետս հետ հետազոտությունների ընթացքում հայտնաբերեցինք վաղ փուլում հայտնաբերեցինք եւ բուժումն է ավելի կարճ եւ արդյունավետ եւ ապրելիությունն է ավելի երկար, այսինքն մենք տարեց տարի այս եւ թոքի քաղցկեղի ամսվա եւ կրծքագեղձի քաղցկեղի միշտ հեռուստատեսությամբ ասում ենք գանգատ լինելու դեպքում մի վախեցեք, դիմեք բժշկի, կապ չունի ում։ Դիմեք ձեր տեղամասային պոլիկլինիկայի այսօրվա բոլոր բժիշկները տեղեկացված են, ավելի շատ են դրա հետ առնչվում եւ իրենք զգոն են։ Հարց լինելու դեպքում կարող են ուղեգրել ուռուցքաբանին եւ ուռուցքաբանը որոշ հետազոտություններ անցկացնելուց հետո կամ կախտորոշի կամ կժխտի, այսինքն նաեւ ժխտելն է կարեւոր, որովհետեւ մարդը կարող է այդ վախով ապրել եւ այդ վախով ապրելը կյանքի որակ չի տալիս ստրեսի մեջ։ Իսկ հնարավոր է գանգատների բացակայություն չլինի ոչ մի գանգատ ու ախտորոշվի այդ ճանապարհը։ Դա էլ կարող է լինել, քանի որ վաղ փուլերում գանգատներ կարող են չլինել։ Այս տարբերակի դեպքում բժիշկ Բյուզանդյանի ասած տարեկան այդ հետազոտությունը կարող է հանկարծակի հայտնաբերել դա։ Եվ այստեղ մենք կգտնենք այն կորած նոր հաստատված ուռուցքը, թոքաբանը կվիրահատի եւ այդ պացիենտը բավականին երկար կարող է ապրել։ Վերջին տարիներին հաճախ է խոսվում հակածխախոտային ակցիաների մասին, ծխողների եւ չծխողների հայաստանյան որոշակի վիճակագրություն չասեմ, ամեն դեպքում ցուցումները, թերևս դուք վստահ եմ որպես բժիշկ նախ եւ որպես ուռուցքաբան հաստատ հանդես եք գալու ծխելու դեմ արշավի շրջանակներում։ Այս արշավին կարծում եմ կողմ են նաեւ ծխողներ։ Ես այդպես եմ կարծում, որովհետև մեր շրջապատում մարդիկ ովքեր ծխում են, չեմ կարծում, որ իրանք չեն գիտակցում, որ դա ուռուցքածին երևույթ է, բայց ամեն մեկը մի պատճառ գտնում է։ Նյարդային համակարգս եմ հանգստացնում, ստրեսային վիճակում ենք ապրում, ունենք սոցիալական խնդիրներ,
բայց ինձ թվում է կան մարդիկ, որոնք հաղթահարում են եւ թողնում են ծխելը, եւ Հայաստանը կյանքից թանկ չի ամեն դեպքում սովորույթը։ Չի եւ երբ որ այսպես ասած դանակը ոսկորին է հասնում, հետ հայացք արդեն ուշան է։ Եվ Հայաստանը հետ չի մնում ամբողջ աշխարհի այդ ստատիստիկայից, որ ծխելը մոտ 80% ծխող մարդկանց այսպես ասեմ, թոքի քաղցկեղի առաջացման 80%-ի մոտ ծխելն է պատճառը։ Իսկ այն 20-ը? Այն 20-ը մնացած ուրիշ հանգամանքներ են, դա կարող է ժառանգական նախատրամադրվածություն լինի, դրանք կարող են գենետիկ փոփոխություններ լինել, դրանք կարող են լինել ոչ ուռուցքային քրոնիկ հիվանդություններ, որոնք երկարատև կարող են լինել մարդկանց մոտ եւ ի վերջո այնտեղ վերափոխվի ուռուցքային հիվանդության։ Տարի նոր մեթոդներ են սկսվում կիրառվել, վերջը բժշկությունն էլ չի կարող առաջ չգնալ, ինչպես ամեն ինչ է շատ արագ զարգանում։ Բուժման ինչպիսի մեթոդներ են սկսվել կիրառել, որոնք ավելի նորարարական են թերևս, որոնք ավելի արագ են օգնում։ Խնդրեի, եթե հնարավոր է, բազաբանում դրանից։ Ես սկսեմ վիրաբուժությունից ներողեցնել։ Ուրեմն տարիները բերեցին նրան, որ վիրաբուժությունը գնալով զարգացավ։ Ոչ թե զարգացավ գործիքակազմը միայն, այլ մոտեցումները եւ գաղափարները։ Եվ ուռուցքաբանության եւ ուռուցքային կրծքային վիրաբուժության մեջ ուռուցքներին վերաբերյալ անմասն չի մնում համագործակցությունը քիմիոթերապևտի, դեղորայքային ուռուցքաբանի եւ վիրաբուժի։ Ինչի՞։ Եթե 80-ական 90-ական թվականների մասին մենք ունենք 1-2 մոտեցում թերապևտիկ թոքի քաղցկեղի համար եւ գերակշռում էր վիրաբուժությունը եւ գերակշռում էր ոչ նույն կազմով ինչ հիմա է։ Դա մեծ ծավալի վիրահատություններն էին, այդտեղ մեծ հաշվով չկար էնդոսկոպիկ վիրահատություն, աշխարհում մեկ եմ ասում։ 90-ականներին արդեն փոխեցին մոտեցումները։ Արդեն լայնածավալ սկսեց կիրառվել էնդոսկոպիկ վիրաբուժությունը, դա թույլ տվեց ունենալ փոքր վերքեր։ Իսկ փոքր վերքերը դա շատ հեշտ վերականգնելը նշանակում եւ նշանակում է քիչ ցավային համախտանիշ, որը ընդհանուր օրգանիզմը հեշտ կպայքարի ավելի արդեն։ Եվ եթե ժամանակին խոսում էր նրա մասին, որ վիրահատությունը կարող է մենակ թոքի հեռացում, դա արդեն շատ ավելի վաղ շրջանների մասին եմ ասում։ Հետո առաջացան գաղափարներ, ինչի հեռացնենք ամբողջ, եթե կարելի է հեռացնել վերականգնվող օրգան, նույն ինքը բիլթը։ Հետո առաջացան նոր գաղափարներ, հասկացան, որ եթե ավելի փոքր են ուռուցքները, եկեք ամբողջ բիլթը չհեռացնենք, հեռացնենք մի սեգմենտը։ Եվ դրան զուգահեռ զարգացավ նաև ուռուցքաբանությունը, դեղորայքային ուռուցքաբանությունը։ Եթե ընդամենը 15 տարի առաջ խոսվում էր հետևյալի մասին, որ եթե պլանավորվում է X ծավալի վիրահատություն եւ բուժարուն գնում էր ստանալու նախավիրահատական բուժում, ծավալի փոփոխություն որպես այդպեսին հնարավոր չէր։ Այսինքն եթե նախատեսված էր ժամանակի վրա ամբողջ թոքը պետք է հեռացներ, 3 կուրս բուժումից հետո ծավալի փոփոխություն հնարավոր չէր։ Նույնիսկ եթե ուռուցքը ամբողջությամբ անհետացել էր, մոտեցումը հետևյալն է, նույնպես ամբողջ թոքը պետք է հեռացնել։ Այժմ գիտությունը զարգանում է այն ուղղությամբ եւ դեվելոպային մեծ հետազոտություններ են գնում, գլխավոր ջատագովների իրականում ասիական թևն է անել ծավալի փոփոխություն։ Կան արդեն արդյունքներ եւ իրենք ստացել են արդյունքներ։ Հնարավորություն է եղել խուսափել մեծ վիրահատություններից ժամանակակից դեղորայքի պատճառով, օգնությամբ։ Ասում են հիվանդը առաջին հերթին ինքն է իր բժիշկը, մի տեսակ ժողովրդական ասացված դա, այս դեպքում խոսքը գնում է թերևս նրա մասին, որ հոգեբանորեն էլ պատրաստ լինի, ինքը համագործակցության հիվանդը պատրաստ լինի իր բժշկի հետ։ Ինձ հետաքրքրում է, վերջին շրջանում ինչպիսի հոգեբանական փոփոխություններ է կրել մեր հանրությունը հիվանդության նկատմամբ, որովհետև թույլ տվեք անգամ չեմ ուզի ասեմ, բայց ավելի վատ բանի կանխատեսում էր, երբ մարդ լսում էր քաղցկեղ, միանգամից հասկանում են դա ամենավատ բանն է, որ կարող է կյանքում լինել, բայց հիմա կարծեք թե մարդիկ հասկանում են, որ պարզապես պետք է անցնել այդ փուլերը, հաղթահարել միմյանց հետ համագործակցությամբ։ Ցանկանայի մի քիչ այդ մասին խոսեք, ինչ է անում բժիշկը հիվանդի հետ աշխատելիս։ Մի քանի տարի առաջ ավելի, ասենք ասեմ, լայնածավալ էր այն գաղափարը, երբ որ հիվանդի հարազատը ասում էր հիվանդին մի ասեք ախտորոշումը եւ մենք բժիշկներս դեմ ենք իհարկե դրան, իրենք հարազատներն ասում են, որ մենք ավելի լավ գիտենք մեր հարազատի հոգեբանությունը, դա կարող է ճակատագրական լինել իրեն համար։ Տարիներ անց արդեն մենք ունենք մի փոքր փոփոխություն եւ պացիենտների կրթվածությունը եւ այս մեր
ցենց ասեմ հերոստատեսության շարունակական արշավը ամեն դեպքում ձեր կողմից հսկայական արշավը որ մարդիկ հասկանում են եւ ես իմ կարծիքն է որ եթե դիմացինը գիտակ է հասկանում է ավելի լավ ավելի մատչելի բացատրես ինչ է սպասվում ինչի միջով ինքը պետք է անցնի եւ համաձայնության գաք երբ որ դու խափում ես չես ասում, լավ, կոպիտ չասեմ խափում ես, չես ասում պացիենտին, ես միշտ ասում եմ, դիմացինը օրինակ երբևիցե իրան հարց չի տալիս, ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց ես գնում եմ քիմիոթերապիայի։ Այսինքն դա տրամաբանական չի։ Ինքնախաբեության նման ինքնա դիմացինին խաբեությամբ եւ չես կարողանում բացատրես ինչի քեզ մոտ եղավ օրինակ կողմնակի երևույթ։ Այստեղ վերջին մի քանի տարի արդեն մեզ օգնության են գալիս նաև հոգեբանները։ Բավականին Ուրցքաբանության ազգային ինստիտուտում կա մեծ հոգեբանական խումբ, որը աջակցում է բոլոր հիվանդներին, ովքեր կարիք ունեն, ովքեր կարիքն չունեն, բայց մի շփում ունենում են եւ եթե այդ կարիքը կա, իրենք շարունակական բուժող բժշկի հետ զուգահեռ անցնում են հիվանդի հետ։ Իմ կարծիքով վաղ անցել է, բայց միևնույն ժամանակ կա կարելի է դա հասկանալ, որովհետև մարդկանց մոտ իմ կարծիքով լինում է այսպիսի վիճակ, մինչ ախտորոշումը եւ ախտորոշումը հայտնաբերելուց հետո եւ պետք է անպայման բժշկի հետ մենակ չմնա այդ մարդը։ Ինքը պետք է լինի հարազատներով շրջապատված, ինքը պետք է լինի բժշկի կողմից ընդունված ամեն պարագայում, այսինքն եւ համագործակցային եւ հանգիստ եւ շատ դեպքերում որպես դեղորայքային ուռուցքաբան, որովհետեւ մենք շատ երկար ենք աշխատում այդ պացիենտների հետ, մենք հարազատ ենք դառնում։ Այսինքն իրենք մեզ համար դառնում են սովորական ոնց են ձեր տուն հյուր գալիս։ Կենսաբանական իմաստով։ Այո, հյուր ոնց որ գալիս են եւ շատ ավելի ուրախ ենք լինում, որ այդ մարդիկ տարին մեկ են գալիս են ասում են եկել ենք ձեզ տեսնելու։ Ինչ հրաշալի։ Կարծում եմ դա մեծ արդեն հաղթանակ է։ Բայց դուք տվեք ես էլ ձեզ մենք հաղթում։ Դուք կարող եք ասել մեր կյանքում վերջին 20 տարում ինչ է փոխվել առօրյա։ Եվ դա ասեմ ինչի համար եմ ասում։ Շատ ավելի վատ սովորույթները թույլ տվեք ասել։ Չեն գալիս։ Այո, ախտապատությունից սկսած չեն գալիս։ Հետաքրքիր մեկնաբանություն է։ Ձեր դեպքում լավ է, եթե հյուր էլ չեն ուզում գան, թե ինչպես։ Այո, Արդեն այնքան հաղթահարած են, վախեր չունեն ուրեմն, սովորաբար մի քիչ էլ վախից է, չէ՞, նորից բժշկին ուզում գնաց, թող այնքան հաղթահարած լինեն ըստ էության, մի տեսակ մոռանան նաև այդ հիվանդանոցի տեղը, իրականում դա է հարազատը ցանկանում իր հարազատին։ Կուզեի մի քիչ ձեզ հակառակ ասեի, այդ հիվանդանոցի տեղը մոռանալը, որովհետև իրենց համար, բայց իրենք պացիենտները ոչ միայն ուռուցքաբանության ազգային կենտրոնում են ուռուցքի դեմ բուժվում։ Իրենք գնում են նաև ուրիշ հիվանդանոցներ, որտեղ կարող են ստանալ էլի հակաուռուցքային բուժում։ Գլոբալ հիվանդանոցի տեղը մոռանալու Գլոբալ համաձայնում, բայց մոռացեք ոչ մի հասցեներ։ Գլոբալ մոռանան, որ հիվանդանոցն իրեն ստարել, բերել։ Դեք գալիս է մի տարիք, ակամա եւ ոչ ակամա մարդիկ կարող են հիվանդանալ եւ ինչքան տարիքը ավելի երկար են ապրում, այդքան հիվանդանալու հավանականությունը բարձրանում է։ Թող իմ կարծիքով լինեն հիվանդություններ, որոնք լավ ելք ունեն։ Միանշանակ։ Թեկուզ ուռուցքը, մենք ուռուցքաբանության մեջ շատ ունենք ուռուցքներ, որոնք լավ ելքով են ավարտվում, որոնք վաղ փուլում են եւ մոտիվացիոն գրքեր են գրում, հայտնի են դառնում մարդիկ։ Բայց եւ այնպես ինչ է փոխվել մեր 20 տարվա ընթացքում։ Արձագանքեք դուք որպես բժիշկ։ Ես չունեմ այս հարցը պատասխանը։ Ինֆորմացիայի տարածման արագությունը խիստ փոխվել է։ Եթե 15-20 տարի առաջ ես դպրոցական էի, ինֆորմացիայի աղբյուրը դա հեռուստացույցներ, ինչ որտեղ ժուրնալ, թերթ եւ այլն, այս կոմենկոմ, այս պահին 3 վայրկյան ու դու ունես քո ցանկացած հարցի պատասխանը։ Ըստ այդմ բուժառումները հավատացեք ինձ, բժիշկին իհարկե մեծ տեղ են տալիս, շատ մեծ, բայց իրենք ինքնուրույն ինֆորմացիան շատ հանգիստ ստանում են։ Նույնիսկ տարեցները չզարմանաք երբեք, եթե տեսնեք 75 տարեկան մարդու, որ ինտերնետում ինֆորմացիան կարդացած գալիս է բժշկին եւ ձեզ նույնիսկ ասեմ, այնպիսի հետաքրքիր հարցեր են տալի, որ կարող է երկրորդ մասնագիտության տեր բժիշկը, որ ուռուցքի հետ կապ չունի, նույն հարցը իր մոտ չառաջանա։ Այո։
Եվ ասեմ ձեզ հոգեբանական, ես իհարկե այդքան երիտասարդ եմ, որ չեմ կարող ասել 10 տարի առաջ ինչպես էր հոգեբանական պրոֆիլը, բայց այս պահին բավականին կայուն, adekvat պրոֆիլ է մեր բուժառումների շրջանում։ Պարոն Բուզանդյան, որ խոսեցիք ավելի ինֆորմացված լինելուց, վերջերս շատ հաճախ ասում են նույնիսկ արտասահմանում AI-ին են դիմում, այլ բժշկին չեն գնում։ Այս երկու իսկական գիտություն, բժշկություն եւ AI, այդ խաչմերուկում պացիենտը որը պետք է գտնի իր համար։ Ես ուզում եի շարունակել դոկտորի ասածին, որ ինֆորմացիան շատ արագ է տարածվում, բայց եկեք հասկանանք Արժանահավատ լինի նաեւ։ Արժանահավատի հարցը չի, ով է դիմում AI-ին, բժիշկը, Միանշանակ։ եւ ինֆորմացիայի տրամադրումը պետք է լինի adekvat, այսինքն բժիշկը ասեց, որ ուրիշ մասնագիտությամբ բժիշկը, երբ որ ուռուցքաբանի բուժառուի տվյալները դիմի AI-ին, չէ որ ինքը ուռուցքաբան չէ։ Եվ ինքը չգիտի որ հերթականությամբ կամ որ ասպեկտի վրա պետք է ավելի ուշադրությունը դարձնել եւ դա տրամադրել AI-ին եւ AI-ը տալիս է պատասխան, որը այն նյութի վրա, որ ինքը ստացել։ Եթե նյութը դուք ճիշտ եք տվել, ինքը ճիշտ կպատասխանի։ Եթե դուք նյութը տվել եք ոչ ճիշտ, ինքը կտա այն պատասխանը, ինչ տեսել է։ Եվ երկրորդը, վերջերս չի, շատ արդեն երկար ժամանակ է ասում են Google-ով այս այն կարդացել։ Հիմա AI-ով։ Նորից նույնը, ինտերպրետացիան պետք է ճիշտ լինի։ Դուք կարող եք կարդալ, հասկանալ ինչ որ ինֆորմացիա, որը լայն մասշտաբով մարդկանց համար է։ Այսինքն մարդիկ պետք է կարդան, տեղեկատվություն ստանան, բայց դա բժշկություն չի։ Այսինքն եթե այդպես լինի, ինձ թվում է բժշկական համալսարանը պետք է փակել եւ դիմել AI-ի։ Ես դες ասեմ նույնիսկ բժշկական ոլորտում, այո, բժիշկը օգտագործում է AI, բայց ոչ թե դա օգտագործում է որպես ինֆորմացիան, հա, իհարկե։ Մենք լայնորեն կիրառում ենք ամեն օր, բայց ոչ թե հարցի պատասխան ստանալու համար, այլ կոնկրետ իմ պրակտիկայում, շատերի պրակտիկայում, ինքը որպես գործավար է։ Գործընկերների փորձը ամեն ինչ է տեղած, ընդհանուր բազա է դա։ Պետք է իրականացնել 15 գործողություն ծախսելով 25 րոպե ժամանակ, անում ենք մեկ նախադասությամբ գործողության առաջադրանքի առաջադրում եւ իրականացում է դա մի քանի վայրկյան։ Այո, դա մեզ արգին օգնում է, բայց AI-ի հետ կապված մի հատ շատ նուրբ իրավաբանական հարց կա։ Եթե AI-ը սխալվի, ով է պատասխան տալու։ Միկրոսխեման։ Ցավոք ոչ։ Հրաշալի մենք հենց այս նոտայի վրա եզրափակենք մեր այսօրվա եթերը եւ մի դիմեք AI-ին, դիմեք բժիշկներին եւ անցեք հետազոտություն։ Շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Եվ նոյեմբերը թոքի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման ամիս է, իրականում տեղեկացված եղեք։